Գիրք առակաց, գլուխ 13-րդ Իմաստուն որդին կլսե իր հոր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։ Մարդս բերանին պտուղիցը բարիքներ կուտե, բայց անօրենների հոգին բռնություն։ Իր բերանը զսպողը կպահե իր հոգին, իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։ Ծույլի հոգին փափագում է և չունի, բայց աշխատասերների հոգին կպարարտանա։ Արդարը ատում է սուտ խոսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։ Արդարությունը կպահե կատարյալ վարքը, բայց անզգամությունը կկործանե մեղավորին։ Կան, որ իրանց հարուստ են ձևացնում և ոչինչ չունին, իրենց աղքատ ձևացնողներ էլ, որ շատ ստացված կունեն։ Մարդիս կյանքի փրկանքը իր հարստությունն է, բայց աղքատը հանդիմանություն չի լսիլ։ Արդարների լույսը պիտի զվարթանա, բայց ամբարիշտների ճրագը կհանգչի։ Միմիայն կռիվ կծագե ամբարիշտությունից, բայց խրատվածների մոտ իմաստություն կա։ Ունայնությամբ ժողոված ստացվածքը կպակասվի, բայց քիչ-քիչ ժողովողը կշատացնե։ Ուշացած հույսը սիրտը կհիվանդացնե, բայց կատարված փափագը կենաց ծառ է։ Խոսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատվիրանքիցը վախեցողը կվարձատրվի։ Իմաստունին օրենքը կենաց աղբյուր է, մահվան որոգայթներիցը խույս տալու համար։ Բարի իմաստությունը շնորհք կտա, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։ Ամեն խորագետ իմաստությունով կգործե, բայց անմիտը հիմարություն կտարածե։ Անզգամ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց մի հավատարիմ դեսպան բժշկություն է։ Աղքատություն և նախատինք կա խչատը մերժողի համար, իսկ հանդիմանությունը պահողը կպատվի։ Կատարված փափագը ախորժելի է հոգին, բայց հիմարների համար զզվելի է չարությունից հեռանալը։ Իմաստունների հետ վարվողը իմաստուն կդառնա, բայց տխմարների հետ ընկերակցողը կչարանա։ Մեղավորի ետևիցը կգնա չարիքը, բայց արդարներին բարինք կհատուցվի։ Բարին ժառանգություն կթողե որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահված մեղավորի կայքը։ Աղքատների խրամահատումը շատ ուտելիք է լինում, բայց կա, որ կորչում է անիրավությունից։ Գավազանը խնայողը ատում է իր որդին, բայց նրան սիրողը կանուխ կխրատե նրան։ Արդարը կուտե մինչև իր անձը կկշտանա, բայց ամբարիշտների փորը կարոտ կմնա։